Տատը ասավ չեմ տալի, ես որ ասում մերնես գատնեմ տանեմ, մերնամ գնացու բերի ալապ։ Ի տարբերություն Թումանյանի հայտնի հերոս Վաղկոտ ու Պարծենկոտ Նազարի ժամանակակից Նազարը Ուսյանի հարազատներին դեմ գնաց ու հարց բերեց դստեղ։ Հեռու չգնացին հարևան Չկալովից։ Միջնորդը գյուղերում ավելի հայտնի Սաբաբը եղել է գյուղի ինտելիգենցիայի ներկայացուցիչներից մեկը, որ հանձն է առել Նազարին երկրորդ անգամ ամուսնացնելու գործը։ Գնացի իրան տեղը, ասենք դե մի հարևանը կոմագաներ, ես որպես որ ուշտարանը չաշխատի, իրան փող եմ տվել, ասել եմ կորի տուն, որ կամ տանել վասեմ որ շրևան դրան էտ աշխատի։ Նազարն իր գրական անվանակցի նման ամբողջ օրը քնող ու ճանճ թրցնող չէ ու իր գլուխը վեր չեր առնի, որի սրտի Ուստյանը ուրիշի առաջ մեջ կծռել։ Առաջին հարցն է լոռիում ավանդական ամոթխածությամբ ամաչում են կինս ասել ու կոչում են մեր հարսը, ուրեմն Նազարի առաջին հարցը աքորուց էր, բայց ինչպես ասում են բինա չբռնեց, այսինքն երկար չմնաց։ Երկրորդ հարց Ուստյանը ընդհակառակը Նազարից պոկ չէր գալիս։ Հետո էլ առաջին կինը անել դնելու հետ սեր չուներ, Ուստյանը ղոչախարս է, ձեռքից ամեն ինչ գալիս է, բացի մի բանից։ Ամեն ինչ։ Բացի բանից, բացի յոգանը, որ ասենք մգդակը մենակ է չկա, մետեքսուր, Հլա ու չսովորի Նազարի ձեռքի չի պրծնի, չէ հայրենակից Թումանյանի Ուստյանի նման իր Ուստյանը անեցկոտ բերան չունի, բացի այդ իրենց միության մեջ վերջին խոսքը միշտ Նազարինն է, Ուստյանն էլ միշտ հին ադաթով հլում հնազանդ, մի խոսքով Նազարի ասածը օրենք է։ Ես ոնց ասից հենց է գնալտի։ ոնց ասինք հենց է գնալտի։ Այս գործը սոտ չտենք անի, եք ուստենք անի, այս գործը անի չտենք, սոտ գործի տենք գնա, կամ չտենք գնա, կամ ասենք սոտ գնատենք Զորը ցախանենք, բերենք հենց, կամ չտենք գնա։ Նազարի ու Ուստյանի հարսանիքը համեստ է եղել առանց ավելորդ ճոխության, այդ թվում հարսի շորի։ Նազարն այդպես մանր-մունր բաների հետևից ընկնող չէ։ Մեկ ասա գնանք, գնացինք իրան իրաց տալից մեկանա, սիգնալ տալեն եկանք դրանք խողվածը արել են, ամերի սեղան, մեղան գծել են, այնայք ենք, նստել ենք, ու հրսանիքը արել ենք։ Հարսի շոր հակել էր, Չէ, ես թավը բաներ չեմ սիրեմ այդ աղտոտի մոտը։ Հետ էլ ավեր ծախսա 20,000 տատեից նապրակատով ունես, եդո էլի տանես տա։ Հարսի շորը մոն են, ասի կասում շարվայում սիպտակ նկարվել։ Իսկ հիմա ամեն ինչի մասին հերթով քաջ Նազարը, Ուստյանն ու Էշը դարձել են դստեղի սելֆի աստղերը։ Հայաստանում չկա մի մարդ, որ դստեղ գա ու իր հեռախոսի մեջ լուսանկար չունենա գյուղական աստղերի հետ։ Գյուղի հրապարակում այցելուներին դիմավորում են լայ ժպիտով հերոսական կեցվածքով ու անմահանում են հազարավոր զբոսաշրջիկների լուսանկարներում։ Իսկ հանրաճանաչ կյանքի հակառակ կողմում Ուստյանն ու Նազարը, այսինքն Արմանն ու Հասմիկը, ինչպես բոլոր գյուղացիներն ապրում են առօրյա հոգսերով։ Այստեղ ընտեղ աշխատելուց Արմանի ձեռքերին ցավող կոշտուկներ են առաջացել, այնպես որ փայտ կոտորելու գործը մնացել է Հասմիկի ուսերին։ Հայտնի հերոսներին մարմնավորելու գաղափարը եղել է Արմանի ու Հասմիկի հարսանեկան քավորինը։ Սկզբում կերպարին համապատասխան հագուստ են վարձակալել, էշ գնելու ապրուստի միջոց ստեղծել։ Թումանյանի ծննդավայր եկող հազարավոր հյուրերի մեծ մասը լուսանկարվում են նրանց հետ, որի դիմաց էլ գումար են թողնում ըստ իրենց ցանկության։ Մեկքավորը եկավ ստեղծեց ասում։ Իր հնգոր հետ եկավ, իր հնգերն էր հումորիստ էր, եկավ, ասավ տոշնիկ հաշնազարը դուն ես նմանը, շորեր բերուց, արենդով բերուց, տվինք տերը։ Հետո ուզեց տերը տվի իրան, էշնինք հարավ, հետա շորերն կիքորի մերնակարել, ալպերթի, ու մենք մեր շորերով կնում ենք այդ գործը ան։ Ամեն եկողը վազմա մեզ, Կազմավես, ասեմ կլենտ եք ունենեմ գալիս են, միկդե կարվում են է սիզոնն էլի, ասեք ես նոյնվեյ 19 էլ իմ ծնունդն է, նոյնվեյ 19 էլ իմ ծնունդն է, տենց էլի։ Նազար, Արման ու Ուստյան Հասմիկը իրարից միշտ անբաժան ամուսիններ են, միշտ հաշտ ու համերաշք։ Որովհետև իրար հասկանում ենք, իրար հետ չենք կրվեմ, իրար հետ մեր խեքրենքան շատ է, որ մենք խորվատ ապրեմ ենք։ Մենք գիտենք չիտենք տա, չչտենք տա։ Կյանքը մեր ձենը ու հրևանների որին ու մեզ ասա դա յար ձենը մի հատ դուս է կատա բարսը, չէ,
Դե կարող է մինը վատս ուզենա, ասի, մինը կարող է լավն ուզենա, չի ասի։ Դե մի, ասենք, ես ոչ մեկիներա վատ բան չեմ այլ, բացի Դավիթ վատ բան չեմ այլ։ Եթե ինքը ներուսնի, ես կներուսնեմ։ Եթե խելոք մնա, խելոք կմնա։ Զբոսաշրջային ակտիվ սեզոնի ավարտից հետո Նազարն ու Ուսյանը գյուղում տարբեր աշխատանքներ են անում, սրա նրա հողը մշակում, փայտը կոտորում, այդպես տարբեր գործեր ու մի կերպ օրվա հաց են վաստակում։ Մենակ ինքը չի կա, չի կա։ Առանցից գործ չկա անի։ Իրար հետ ենք խմբած, իրար հետ ենք անում ամեն ինչ։ Բլոգերների օգնությամբ ամուսինները հիմա հայտնի են աշխարհով մեկ, գտնվել են նաև բարեգործներ, ովքեր եւ կենցաղային պայմանների բարելավմանն են օգնել, եւ սննդով ու հագուստով։ Հիմա փայտի խնդիր ունեն, եղածը քիչ է, իսկ դսեղում ձմեռները սաստիկ։ Մի վիրիս 25,000 դրամ անում, բայց երկու վիրիս եմ ուզում անել, որ ասենք մենակ իշով կբերեմ, որ Ցենզերասանք էլի քիրոսանք հետո։ Երկու վիրիսը համարյա 40, չէ՞։ Դե մի ասենք էլի մարդիկ ենք, էլ տենանք էլի։ Դե մի ասենք ուզում ենք, ասենք ուզում ենք խոզարդենք, ասենք ապրանք առնենք, էլի կոֆեկա պետք է քիաճանեմ, ասենք մի բան ստեղծենք։ Առայժմ մենակ էշ ունեք։ Էշ ունենք, հավ չունենք, ասենք ուզում ենք խոզ պահենք, խոզով էլ ասենք մեզ մելի ուտելիքա, ասենք 45 խոզն է։ Մի 40 էլ ասենք խոզն, ասենք այդպես մարդիկ կան էլ ասենք գալիս են։ Արդեն տաունը տե հա ու մի անգամ եկել է։ Մի անգամ եկավ տե հաց կնեն։ Եկավ ստիկանեց բան արավ, եկավ ստիկանեց հա, ասավ թե եկավ ասավ կանեմ տունը տենամ ասի հա։ Եկավ տունը տե հա, բա ինչ երազանք ունեք։ Ասան ինչ երազանք ունեք։ Ասա մտադեմ պատալոկ նայել ասի։ Ասի հարել թեց հա։ Ասի ուզում եք բաներ կան քաշեն։ Այն մարդը տուր ես լամինատ եմ արել քաշել ավելի լավ է էլի։ Օգնողներ լինում են, բայց շատերն էլ միայն խոստանում ու անհետանում են։ Մի հետ ասին, մի հատ հեռախոսն է գրգի, այդ հեռախոսը տեղ չի հասել։ Տեղ չի հասել, ասենք Հող եմ գրգեմ, էդ էլ չտեղ հասավ։ Մի նկարել ու ասեցի փող եմ գրգեմ, ամիկայց, բայց տեղ չի հասավ կիրա, տենց։ Դեպքեր են լինում, երբ տարբեր խնջույքների են հրավիրում ամուսիններին, որ պարում ու ուրախացնում են մարդկանց։ Ասին մոտ չի, ենք եվականի կողքին փոզիկ եղեն ասում չէ, մի տնդի են տարել, մի տարել են բանը, որտեր հաղպատ, բայց տվին փողը։ Ընդի 20,000 դրամ տվին, ասին իշխանել, ընդի մի հատ մարդ էին բերել, էշը տվուցից, ընդի ասավ 20 տալիս ենք, իշխանել նկարվեց է դելակում։ Դսեղում հեքիաթներն այլևս չեն ավարտվում, ապրեցին երկար ու երջանիկ նախադասությամբ, Քաչնազարն ու Ուսյանը արագ հարմարվելով ժամանակակից պահանջներին դարձել են աստղեր։ Նազարն ամեն առավոտ սկսում է տեսահոլովակներով, որտեղ ցուցադրում է, թե ինչպես է հաղթահարում ամենօրյա մարտահրավերները, փայտ կոտորում, էշին խնամում ու այդպես։ Մարդկանց ուշադրությունից էլ չեն նեղվում։ Դե մի որ դու ճանաչված ես ինտերնետում կնեղվես։ Չէ, դե մի մարդ ես եկել։ Հա դե մարդ, Դուք սիրում եք ճանաչվածը լեն, հաճելի բան է։ Հա, մի սակրան։ Կիովանը Երևան ենք մտնում եք, Ալավերն ենք մտնում եք։ Օրինակ Ալավերդ է մի մարդ կար Աքսեն ենք անգնած շարով, մի մարդ կար ասավ ես քեզ ամեն օր հետևում եմ, ասի դե բա ես երում եմ։ Սուսեք ասան գտած ես։ Ասավ ինչքան ձեր կա, ասի։ Լավ յոպես անգող կա էլ աս։ Ասավ ոչ, շորսա բաց երկու։ Ոկացի, սովա։ Չէ, ասած ջատի լավ ջատի, լավ ջատի։ Ժամանակակից Քաչնազարը ոչ միայն TikTok-ի աստղ է դարձել, այլև իր ընտանիքում հաստատել է վերջին խոսքի իրավունքը։ Ուսյանը սկզբում փորձել է պահպանել հայտնի հեքիաթի կարգը, բայց հեքիաթը հեքիաթ, կյանքը կյանք, Նազարն էլ հաղթել է ու ձեռքն առել տան կառավարման լծակները։ Հա դե դեր եմ կարող ատասող Ուսյանն է դեր եմ տանենք, բայց հենց ես։ Ամի ասենք խոսք օրինակ, ասենք եթե դու ամուսնացած ես, խոսք օրինակ եմ ասում։ Դու քեզ գործի ընդունվելու ամուսինը չտե խոսա, թե դու ամուսինը, չէ՞։ Բա դա մատ պետք է ասող տղամարդ։
Պուստյանն իհարկե համաձայն է առանց որևէ պայմանի գործի կգնան, թե չէ դա էլ որոշում է Էլի Նազարը, բայց ընտանեկան խորհրդարանի քննարկման Պուստյանի կարծիքը լսելով։ Գնանք թանգանի կուշտ աշխատում ենք թանգանի դրանը էշկապ մենք դիմյատրու բակատրուբիցը ու որ ավտոբուսը գալիս սեփական ավտոբուսը եղեն հետը կամ ջահը տղեկ որ ուզում ասա նկարում ասում են Թումանյանի ամենաթանկ հեքիաթը է դա Նազարը, այսինքն Արմանը դերասան դառնալու մի թաքուն երազանք է ունեցել, բայց հետո մասնագիտական, այսպես ասած, ախորժակը մեծացել է, դատավոր, դատախազ, հետո էլ ստացվեց, որ շատ դատախազներից ու դատավորներից էլ հայտնի դարձավ։ Թեմին մտածեցի, որ լոչիկ դառնամ, elə մտածես ասի չէ, դատախազ դառնամ կամ ասենք քննիչ դառնամ, հա։ Մի բան։ Ու հետո մի քիչ փիսը որեցի, չէ, հետո որ բանակ չգնացի, այլենով դատախազ եմ։ Հեքիաթները երբեմն չեն ավարտվում, այլ պարզապես վերածվում են կյանքի։ Դսեղում Քաջ Նազարն Ուստյանն արդեն ոչ միայն հեքիաթի հերոսներ են, այլև ժամանակակից կյանքում փորձում են իրենց տեղը գտնել գումար վաստակելով ու ճանաչված դառնալով համացանցում հեքիաթի միջոցով։ Այս հարցում բոլորի հայացքները չէ որ համընկնում են։ Բազմաթիվ մարդիկ սուր քննադատությամբ են վերաբերվում նրանց նախաձեռնությանը, իսկ որոշները դեմ են հանրայնացմանը։ Բայց Նազարն ու Ուստյանը շարունակում են իրենց ճանապարհը, նրանք պարզապես մարդիկ են, գուցե մի փոքր տարբեր, չէ որ հնարավոր չէ բոլորին նմանվել։ Նրանք այնպիսին են, ինչպիսին կան, եւ հենց այդ անմիջականությունն է, որ նրանց դարձնում է յուրահատուկ, գոնե իրենց աշխարհի մեջ։ Կյանքը նրանց համար նույն հեքիաթն է, որտեղ ոչ հաղթող կա, ոչ պարտվող, կա միայն համարձակություն լինել տարբեր անկախ բոլոր կարծիքներից։ Մերիկ Օլոլյան, Դավիթ Թամազյան, Դսեղից անկյուն գումարած 3 հեռուստաընկերության համար։